Համարձակ որոշումներ կայացնում։ Շրջանում բավականին համարձակ որոշումներ եք կայացնում, դրանցից մեկը Սամվել Կարապետյանի խափանան միջոցը փոխելու որոշումն էր։ Դրանից հետո ինչ կատարվեց ձեզ հետ։ Տեղեկություններ կա, որ ուզածություններ են կատարվել, կարգապահական վարույթներ եւ այլն։ Ոչ մի բան, ժողովրդական չկա, ոչ մի բան չկա։ Հաշտեց ձեր որոշման հետ։ Պետրոսյանի ձեր եւ ձեր գործընկերների հարաբերությունները արդյոք լարվել են նման տեղեկություններ։ Չկա, ժողովրդական նման բան չկա, լարվածություն չկա, ես ինքս առողջ գործընկերային փոխհարաբերությունները բոլորի հետ պահում եմ։ Պարոն Պետրոսյան, դուք համարվում եք նախկին քրտացուցակում պատգամավոր եք եղել, հետո դատական համակարգում ձեր արիարան հաջողվեց եւ գործող դատավորեք։ Նշում են միջազգային կառույցները, որ դատական համակարգը բացառապես քաղաքականացված է եւ քաղաքական հրահանգով է որոշումներ կայացնում։ Ինձ հետաքրքիր է պարոն Պետրոսյանի գնահատականը միջազգային կառույցների այս գնահատակին, որ Ծանոթ չեմ գնահատականին, ես ինքս որևէ նման հրահանգ չեմ ստացել, որևէ զանգ դատական ակտ կայացնելով պայմանավորված չեմ ստացել։ Ահա գիտեմ, որ դուք իրենցն եք, դրա համար չեք ստանում։ Քնար ջան, նախորդ անգամ էլ դուք նույնական հարց տվեցիք, որևէ իմ կայացրած դատական ակտ կարող եք մատնանշել, որ կասկած է հարուցում։ Որպես նախկին ԿՊԱ-ական, բայց միշտ էլ կասկածներ լինում են, որովհետև ձեր եւ իշխանության հարաբերությունները միշտ էլ նորմալ է եղել եւ դեռ շարունակում են ձեզ ԿՊԱ-ական այսպես շրջանակների հետ ասոցիացնել։ Դա նորմալ է, այսինքն դուք արդյոք դրիվ ձերբազատված եք իշխանության ազդեցությունից։ Նիկոլ Փաշինյան։ Ժորժ ջան, որևէ ազդեցություն չկա, ես չգիտեմ ինչի մասն եք խոսում։ Իսկ ձեր կողմից նշված հանգամանքի հետ կապված ես դատական նիստերից մեկով, գործերից մեկով առավել մանրամասը պարզաբանում տվել եմ, ինձ բացառք էր ներկայացվել, ավելացնելու բան չունեմ։ Ինչ հանգամանքներում է դարձել դպրոցի տնօրեն, ասում են, որ կրկին ձեր կապերն են։ Հիմա որ իր ամուսինը դատավոր է, ինքը իրավունք չունի պաշտոն նշանակվելու, ստանալու։ Ընդհանրապես իր հաստիքի փոփոխություն է տեղի ունեցել, որևէ իդեպ հարցազրույցի է մասնակցել, երկար տարիներ ինքը դպրոցում է աշխատել։ Դեր հանգամանքը չի աշխատել, երբևիցե օրինակ այդ ԿՊ ցուցակում եք հայտնել, որ սա միշտ ձեզ ուղեկցելու է, միշտ ձեզ կապելու են ձեր կարիերային։ Ինչի համար փոշմանան։ Փոշմանեք, որ հայտնվել եք ԿՊ-ի ցուցակում։ Չեմ հայտնվել, Ժորժ ջան, առաջարկ է եղել, ես տվել եմ իմ համաձայնությունը օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնելու։ Ես չեմ զբաղեցրել այդ պաշտոնը, որովհետեւ քաղաքական պաշտոն չեմ կարող ձեր հարցին պատասխանել, չգիտեմ դուք ինչ նկատի ունեք էլ այդ հարցով։ Ինչ հայացք, որ հայացքները, որ ասեք, ինչ որ հայացքները կոնկրետ չեմ կարող պատասխանել այդ հարցին, ես ունեմ որպես դատավոր զսպվածություն շատ հարցերի պատասխանելու։ Պարոն Պետրոսյան, դուք նշեցիք, որ ձեր կայացրած որևէ դատական ակտ որևէ մեկի կողմից, երբեք որ դուք գնում եք, չի նշանակում որևէ մեկի կողմից ուղղորդված չի եղել։ Մենք կարող ենք իմանալ կամ ծանոթանալ Սամվել Կարապետյանին տնային կալանքի ուղարկելու ձեր որոշման հիմքը ինչն է հանդիսացել, քանի որ ձեզ նաև քննադատում են Ժորժ ջան, իմ կողմից կայացված որևէ դատական ակտ լրացիչ մեկնաբանման չեմ որովհետև ձեր գործընկերները այլ բան էին որոշել, հիմա այսպես ասած ինչու ենք մենք նաև հարցում ձեր հարաբերությունները ձեր գործընկերների հետ ինչպես Ժորժ ջան, յուրաքանչյուր դատավոր ինքը ինքնուրույն է որոշում կայացնում, կարող է ինձանից հետո ես այլ որոշում կայացնեի, ինձանից հետո այլ դատավոր այլ որոշում կայացներ։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք մեկս մյուսից կայացրած որոշմամբ, այլ միջնորդություն եմ ես քննարկել, Ժորժ ջան, ես այլ որոշում եմ քննարկել, այլ հասկացաք, որ օրինակ այդ վճիռը աբսուրդային է եւ Ժորժ ջան, իմ կայացրած որևէ դատական ակտ ես լրացուցիչ մեկնաբանման չեմ ենթարկում։ Մեկնաբանություն չենք ընդունում, պարոն Պետրոսյան, մենք ուզում ենք իմանալ հանգամանքները։ Ժորժ, դուք ծանոթ եք, չէ՞, ես ինչ միջնորդություն եմ քննարկել։ Այո, մասամբ այո։ Ես այլ միջնորդություն եմ քննարկել, ես կալանքի երկարացում չեմ քննարկել, ես այլ միջնորդություն եմ քննարկել եւ համապատասխան հետեւության եմ հանգել, լրացուցիչ չեմ ցանկանում մեկնաբանել, դատական ակտը կա, առկա է, եթե հնարավորություն կա ձեզ հասանելի դարձնելու, կարող եք վերցնել, կարդալ, ծանոթանալ, թույլ տվեք գնալ։